Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը մտադիր է դատի տալ անկախ դիտորդ դաշինքին հիմնադրամի հեղինակությանը հասցրած վնասի հատուցման պահանջով, նաև հաղորդում ներկայացնել դիտորդներից Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու նպատակով։ Իոաննիսյանը ապրիլի 23-ին Facebook-ում գրել էր. Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել Իմ քայլը հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ եւ դիմում է վարչական դատարան, պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Անկախ դիտորդ դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ մի հարցազրույցում հայտարարել է, թե փաստեր չունեն, որ Իմ քայլը իրականացրել է քարոզչություն կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին որևէ գործողություն, սակայն նաև հավելել է հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացվում են կառավարող քաղաքական ուժի հետ։ Իսկ այս պարագայում բարեգործությունն ըստ նրա նախընտրական շրջանում օրենքի խախտում է։ Ում կամ ինչի հետ են ասոցացվում Իմ քայլն ու նրա ծրագրերը։ Աննա Հակոբյանը պատասխանելով լրագրողի հարցին նկատում է, կարելի է հարցում անել ու պարզել, բայց եթե անգամ արդյունքում ստացվի, որ հիմնադրամի գործունեությունն ասոցացվում է կառավարող ուժի հետ, ելի դա օրենքի խախտում չէ։ Հակոբյանը հիշեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պարզաբանումները, որոնք էլ իրենց հերթին մեջբերում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից, իսկ այդ օրենսգրքի հոդված 40.16-ը մասնավորապես սահմանում է, որ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործություն կատարելու համար տուգանք է սահմանվում այն կազմակերպությունների դեպքում, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ։ Խոսքը անվանումների մասին է։ Նույն օրենսգրքի նույն հոդվածով բարեգործությունը վարչական իրավախախտում է համարվում, եթե բարեգործություն կատարող կազմակերպությունը ղեկավարվում է կուսակցությունների կողմից, կամ էլ եթե բարեգործություն անող կազմակերպության հիմնադիրը կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել են որպես թեկնածու։ Այս ամենը Իմ քայլի դեպքում չկա։ Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ մի շարք օրենքներով եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Աննա Հակոբյանը մեջբերում է հոդվածներ սահմանադրությունից ընտրական օրենսգրքից, որոնք վերաբերում են ընտրական իրավունքի սկզբունքներին, ազատ ընտրական իրավունքին։ Նշում է նաև, որ խախտվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները։ Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Իմ քայլը հիմնադրամին նվիրատվություն անող գործարարները հայտնվում են արտոնյալ կարգավիճակում, Աննա Հակոբյանը պատասխանեց. Ես բացատրություն չունեմ եւ պարտավոր չեմ սուտ, ինչ ասեցի, կարծիքներ կան այդպիսի, դա սուտ է։ Եվ եթե որևէ մեկը ուզենա, լրատվամիջոցների մեջ եմ ասում, շատ հեշտությամբ կհիմնավորի եւ կբացահայտի այդ սուտը։ Ես իմ հերթին ուղղակի ասում եմ, այդ բոլոր կարծիքները եւ այդ բոլոր խոսակցությունները սուտ են, պարզապես սուտ, մերկ սուտ։ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենը նախընտրական այս շրջանում ծրագրերը հետաձգելու ոչ մի պատճառ չի տեսնում։ Որովհետեւ ոչ մի դրույթով Իմ քայլը հիմնադրամը չի խախտում իր գործունեության ընթացքում որևէ օրենսդրություն Հայաստանի Հանրապետության, որևէ դրույթով։ Եվ ծրագրերը հետաձգել չեն կարող, որովհետև ունենք պարտավորություններ, եւ ունենք կնքված պայմանագրեր։ Եվ մեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է, եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են։ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նաև Աննա Հակոբյանի հայտարարություններին, նշել, որ նորմալ է վերաբերվում, երբ իրենց իրավական գործընթաց սկսելու պարագայում նա էլ փորձում է իրենց դեմ գործընթաց սկսել։ Այդուհանդերձ վկայակոչված որոշ իրավակարգավորումներ Իոաննիսյանի զարմանքն են առաջացրել։ Անկախ դիտորդն ըստ նրա շարունակում է պնդել, որ Իմ քայլը հիմնադրամն ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ։ Մտադիր եմ եւ վճռական եմ իմ իրավունքները պաշտպանելու իմ որպես կին, իմ որպես քաղաքացի, իմ որպես ընտրող եւ իմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։